նորից տեսել եմ, որ հայ ժողովուրդ, հերոսներ, բայց ոչ մի անգամ չէր ցույց տալիս, այ էսա հերոսը, այս արձանն իր ինքնայինքը չի, եւ այլն։ Եվ այդ ինքը հարսի ծնունդ էր, եւ իրաց ամբողջ ընտանիքին մի եկեղեցու մեջ սպանել էին թուրքերը։ Այն թուրքերի, որ մենք հիմա իրանց օգնում ենք։ Այդպես վերջապես դե ժամանակի ընթացքում հաճեցին մեծացած այդ երիտասարդ տարիներին, լսեցի, որ Անդրանիկի արձանը պետք է կառուցվի, սարքվի, քանդակվի, դե ես ինչ-որ չափով հայրենասերական բաներ կրել դες ոչս, որ որոշեցի ես ինչ-որ մի բանով, երբ որ Անդրանիկի արձանը վերջացնեք, ինչ-որ մի բանով օգնեք այդ Անդրանիկի արձանը իր տեղը դնելու համար։ Վերջը, ես կարողացա շատ կարճ պատմեմ, որտեղ շատ հետաքրքիր անցավ, ես հետ կապված, հարցերի հետ կապված կարող էի ձուլով զբաղվել։ Վերջը մենք կարողացանք ավելի շուտ առանձին գիշերվա որոշ ժամանակ ինձ վերև կացել եկել եմ գործան, որտեղ արդեն գործանում մարդ չկար, մենակ ես եմ եկել անցելուց, ոչ մեկը չի մացեք, ընդեղ ով ա եղել այդ գործանում։ Ես գնացել եմ մի վարդադրամասը, տառերի հետ կապված, նախորդ պատրաստած գիպսից պատրաստած տառերն էին, հողի մեջ քարի ձևավորել ենք, ու նորից այդ ցերտը կազմակերպեցիք ձոլումը տարերի, եւ այդ տարերը տարելը մշակել են, ու բերեցի, հանձնեցի, եկա ուժար, փափախախտով եկել եմ ուժար, մի հատ ծեր մարդ էր, շատ, որ այնքան էլ անուշ մարդ էր, որ չեք պատկերացնում, այնքան, ասի ես այս Անդրանիկի հետ կապված, արտերի հետ կապված եմ, կտակ քանդակագործի։ Ու շուր եկա գրացի, հետևից կաճեց այն լավ ուղարի, տենակ ով է, սով չին ասի, պետք չի իմանաս թե սով եմ, ոչ մեկին էլ չգիտեի ով եմ ես։ Ու տենց գնացել եմ երկար տարիներ, հետո իմացա, որ արդեն Անդրանիկի արձանը կանգնեցրած է, տարերը կպչրել է, եւ շատ ուրախացա։ Ու այդ տարերի, այդ օրը որ կպչրեցի վերջացի, ես գործի եմ գնում, արդեն առավոտ հաջորդ օրը։ Եկել ինձ մոտեցան, ասին, դիրեկտոր է կանչում ես ես։ Ես ես արվածը ինչ դիմեի։ Գնացի մոտեցա, թուրը բացեցի կամաց, ասի կարելի է, մեծ մարդ ունեի, մեծ իսկական հայ մարդ, Դովլաթյան հապետ տեսեցի, Երևանում շատ ճանաչված մարդ էր, շատ վանեցի էր, իքրեր, հայրենասեր էր, անանասելի։ Վերջը, գնացի հապետ տեսել, ինչքան չլեք ինձ, ասեց արի, ու ես մոտեցա, տեսա մի մարդ էլ նստած էր այդ փոքր սեղանի շուրջը, ինձ ասեց, արի նստիկ, տես ով է եկել։ Գնացի բարևձես, այդ մարդը մեկացավ, բարև ասեց քեզ, կյատ պատվի որտեղ ես եղել։ Ասի եկել եմ գործի տեղ, բայց ասեց, նախորդ մասներ պատվի որտեղ ես եղել, ասի ոչ մի տեղ չեմ եղել, ես եկել եմ գործի, հիմա եկել եմ գործի։ Այդ ժամանակ արդեն միատ հրը նորից պատվի։ Դե ասի նորից եմ կրկով, ես չէ, գործի եկել եմ գործի և ոչ չի պատահելից ես։ Վեր կացավ ու միատ ունեց ապտակ տվեց, ես էլ ես միջև հիմա ես այդ տեղը զգում եմ, ապտակ է տա հարցել, դե հիմա ասա ով ես դու, ինչ տարեր ես հասցրել տեղ, Անդրանիկի հետ կապված, դու չկես, որ Անդրանիկի հետ կապված բավականին խոսակցություն են կրում և որ արգելված է, ասի ես չեմ արել, վերջը, աշկերս արդեն լծված է ճիշտ ասած, հազր սեղարից եմ պրնել, որ չգնեի, ու տենց մեկ էլ այդ դիրեկտորը, գործարի դիրեկտորը ասեց, դե վերկաց հիմա դուս արի, բանից պարզման, որ ներքին գործերից էր, կաղգդեից էր, թե ինչ էր, ասեց, որ հիմա միասին գնալու ենք, դե ես էլ հապեց ես էլ ինչ անեմ, ասեց,
ասեց ոչ ուտեղը չէ, լսի տեղը դու մեկ ասավ այդ մարդուն ասել դե դուրս արի ստերից որ թե չէ ուրիշ խոսակցություններ կլել։ Այդ մարդը գլխարկը մեկ ասավ դրես գլխին ասեց մենք հետո կհանդիպենք։